Ձեռք բերեք իտալական եւ գերմանական նորաոճ պաստառների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ Մեկ հատը սկսած ընդամենը 3900 դրամից։ Դատախազը դեկտեմբերի 26-ին դատարան է հանձնել Գիտությունների ազգային ակադեմիայի Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ ՊՕԱԿ-ի տնօրեն ԽՄԷ-ի եւ ևս մեկ անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Պարզվել է, որ ԽՄԷ-ն 2013-19 թվականների ընթացքում 3 ընկերությունների հետ կնքել է պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրեր, որոնց հիման վրա հաշվետու ժամանակահատվածում նրան վստահվել է ընդհանուր 14 միլիոն 676 հազար դրամին համարժեք 35700 լիտր բենզին։ Այնուհետև ԽՄԷ-ն ինստիտուտի ընթացիկ գործունեության, գիտարշավների եւ տեղական գործուղումների իրականացման պատրվակով փոխտնօրենի եւ արորդի օժանդակությամբ տարբեր ծավալի վառելանյութ է դուրս գրել, որը նպատակին չի ծառայել։ Վերոնշյալ գործողությունների հետևանքով ԽՄԷ-ն հափշտակել է իրեն վստահված գույքը պետությանը պատճառելով ընդհանուր 14 միլիոն 676 հազար դրամի վնաս։ Պարզվել է նաեւ, որ ԽՄԷ-ի հայրը ՍՄ-ն, ով մինչ ԽՄԷ-ի կողմից ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար դառնալ է, եղել է նույն ինստիտուտի տնօրենը 2003 թվականին Դիլիջան համայնքի Պարզլճի խճուղի հասցեում գտնվող 6 հեկտար մակերեսով հողատարածքն ապօրինի մասնավորեցրել է։ ՍՄ-ի կողմից վերոնշյալ գույքը օրենքի խախտման պոտարելու հիմքով դատախազության կողմից նոր հայց է ներկայացվել հակակոռուպցիոն դատարան։ Քննչական կոմիտեն պարզել է, որ սեպտեմբերի 20-ին Լոռու մարզի բնակիչ ՀՏ-ն ընկերոջ ՍԿ-ի հետ խմբի կազմում փոխլերացնելով միմյանց գործողությունները ցակած վիճաբանության ժամանակ ձեռքերով ու ոտքերով, ապա նաև կտրող ծակող գործիքով հարվածներ են հասցրել անչափահաս ՌԳ-ի մարմնի տարբեր մասերին, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ, այնուհետև դեպից որոշ ժամանակ անց ՌԳ-ն ընկերոջ ԱԹ-ի հետ խմբի կազմում փոխլերացնելով միմյանց գործողությունները վրեժխնդիր լինելու նպատակով պլանավորել ու նախապատրաստել է հաշվի արդար տեսնել, այն է սպանել ՀՏ-ին եւ ՍԿ-ին։ Հանցագործությունը կանխվել է համապատասխան մարմինների գործողությունների արդյունքում։ Դեկտեմբերի 27-ին տեղեկություն է ստացվել, որ 2 օր առաջ Գյումրիում կրակոց է հնչել եւ կա վիրավոր։ Պարզվել է, որ կրակոցը հնչել է Գյումրիի Մուշ թաղամասում, որտեղից էլ Գյումրիի բնակիչ 43-ամյա Արմանը տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 25-ին քաղաքացին ահազանգել է Հովտաշան գյուղի Բաղրամյան փողոցում գործող ավտոլվացման կետից գողության վերաբերյալ։ Պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 28-ամյա երիտասարդը, նա ձերբակալվել է։ 28-ամյա երևանցին ավտոլվացման նույն կետ գողության նպատակով գնացել է մի քանի անգամ։ Դեկտեմբերի 25-ին Լուսադեմին է գնացել գողության նպատակով ավտոլվացման կետ եւ մետաղադրամների պահոցից գողացել 20,000 դրամ։ Դեկտեմբերի 25-ին բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 53-ամյա մի տղամարդ, որը սեպտեմբերի 2-ից Ֆրանսիայի կողմից հետախուզվում էր գողությունների մեղադրանքով։ Նոյեմբերի 26-ին ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է 40-ամյա մի տղամարդ։ Հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղած մեթամֆետամինի նմանվող զանգվածը կշռում էր 201 գրամ։ Բնակարանում կատարված խոզարկությամբ հայտնաբերվել է 575 գրամ մեթամֆետամին եւ 5 փաթեթով ընդհանուր ավելի քան 8 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Դեկտեմբերի 19-ին բարեկները Իջևանի անկախության փողոցում կանգնեցրել են Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Արմենի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի ստուգման պարզվել է, որ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում։ Հայտնաբերվել է նաև ինքնաձիգ առանց գործարանային համարի եւ ինքնաձիգի փամփշտատուփ լիցքավորված թվով 24 հատ 7.62 դրամաչափի փամփուշտներով։ Դեկտեմբերի 28-ին Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհին բախվել են Toyota Alphard եւ Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները, 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տեղափոխվել հիվանդանոց։ Դեկտեմբերի 28-ին Ազատան Գյումրի ավտոճանապարհին բախվել են Mercedes եւ Lada մակնիշի ավտոմեքենաները, 2 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել հիվանդանոց։ Դեկտեմբերի 28-ին Երևանի Շիրակի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Հովանեսի վարած Toyota եւ 34-ամյա Նարեկի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները, 4 հոգի, որոնցից մեկը հղիկին, մյուս 3-ը երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց։ Դեկտեմբերի 28-ին Mazda մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երևան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու հայտնվել Ձորակում, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 28-ին Մարտիրոս բնակավայրում Երևանի բնակիչ 43-ամյա Սիմոնն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող թրթուրավոր տրակտորին ու վրաերթի ենթարկել տրակտորի վարորդ Վայոց ձորի մարզի բնակիչ 64-ամյա Արմենին, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 27-ին Մարգարա Վանաձոր Տաշիր M3 ավտոճանապարհին Թուրքիայի քաղաքացի 56-ամյա Բիլգին Ադանի վարած Սամրո մակնիշի կցորդիչով բեռնատարը, Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Արսենի վարած Ման մակնիշի ավտոքարշակը եւ ձնմաքրման աշխատանքներ կատարող տրակտորն են բախվել, տուժածներ չկան։ Դեկտեմբերի 27-ին Էջմիածնում բախվել են օտարերկրացի 20-ամյա Կամոյի վարած Chevrolet Volt մակնիշի եւ Արմավրի մարզի բնակիչ 52-ամյա Արթուրի վարած Էջմիածին բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված Դիա տարատուժածներ չկան։
Դեկտեմբերի 28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ճանապարհահատվածին այրվում է էլեկտրական ենթակայան։ Հրդեհը մարվել է 200 քառակուսի մետր տարածքում այրվել է ենթակայանի գույքը մասամբ։ Դեկտեմբերի 29-ին ահազանգ է ստացվել, որ 15-րդ թաղամասում գարաժ մոլի տանիքից կրակ եւ ծուխ է նկատվում։ Հրշեջ փրկարարները մարել են կրակը, տուժածներ չկան։